ապահովման առավելագույն բարդ խնդիրներ։ Զինված ուժերի ստեղծման պահից ի վեր սակրավորային ստորաբաժանումներն իրենց ներդրումն են ունեցել բարդ կլիմայական եւ ռելիեֆային պայմաններում զորքերի կենսունակության ապահովման, պաշտպանվածության բարձրացման, ռազմական ճանապարհների կառուցման ժամանակ տեղանքի հետախուզման, պայթեցման աշխատանքների կատարման գործում։ Հաստատված խաղաղության պայմաններում սակրավորները շարունակում են իրականացնել տարատեսակ տեղանքների ականազերծման, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման եւ վնասազերծման աշխատանքներ։ Սակրավորները հանդերձավորված են պաշտպանիչ համազգեստով, որը նախատեսված է ականազերծման, ինչպես նաեւ պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ իրականացնելիս սակրավորին պաշտպանելու համար։ Հանրապետության հրապարակ են մուտք գործում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը, զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի գլխավորությամբ։ Ձեր առջև մառախուղ համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման եւ դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Այն բաղկացած է համալիրի ղեկավարման կետից, ռադիոլոկացիոն հետախուզության եւ ռադիոճնշման կայաններից։ Օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է ցածր բարձրության օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների ավտոմատ հայտնաբերման եւ օդային իրադրության արտացոլման համար։ Համալիրի կայանների հատուկ մասերը տեղադրված են բարձր անցանելիության լիակարճ տրանսպորտային միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Դրանք սարքավորված են նաև օպերատորների աշխատատեղերով, էլեկտրասկսման եւ մոտորակման համակարգերով։ Մառախուղ համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ տարբեր զորքերի հետ խնդիրներ կատարելիս։ Հաջորդը սարդ համալիրն է, նախատեսված է պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Համալիրը բաղկացած է ավտոմատացված ղեկավարման կետից եւ տարբեր հաճախականային տիրույթներում գործող ռադիոկապերի ճնշման կայաններից։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել ռադիոէլեկտրոնային իրադրությունը եւ նպատակային խանգարումներ իրականացնել ընտրված կապուղիներում։ Պայմանավորված առաջադրված խնդրի ծավալով եւ իրադրության պայմաններով համալիրը հնարավոր է կիրառել ինչպես ամբողջ կազմով, այնպես էլ առանձին կայաններով տարբեր ուղղություններում։ Ժամանակակից պատերազմներում եւ զինված հակամարտություններում դժվար է տեղագնահատել ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նշանակությունը։ Ներկայացված միջոցների ձեռքբերումն էլ ավելի է մեծացնում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի հնարավորությունները ուղղված պայմանական հակառակորդի տարբեր օղակներում ղեկավարումը կազմակերպելուն, հետախուզություն վարելու եւ ճշգրիտ սպառազինության կիրառման արդյունավետությունը նվազեցնելու։ Հրապարակում է հատուկ նշանակության ուժերի մեքենայացված ստորաբաժանման շարասյունը մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Պողոս Պետրոսյանի ղեկավարությամբ։ Հատուկ նշանակության ուժերը կազմավորվել են 2024 թվականին։ Հատուկ նշանակության ուժերը զինված ուժերի հատուկ կազմավորված, հանդերձավորված, սպառազինված եւ պատրաստված կառուցվածքային միավոր է, նախատեսված բոլոր կիրառելի մեթոդներով բարդ եւ վտանգավոր միջավայրում խնդիրներ կատարելու համար։ Հատուկ նշանակության ուժերը համալրվել են տատա տեսակի թեթև, արագաշարժ, բարձր անցողունակությամբ ավտոտեխնիկաներով, սպառազինված 7.62 մմ դրամաչափի MMG տեսակի գնդացիներով։
Ավտոմեքենան նախատեսված է հանկարծակի ծագած խնդիրներին արագ արձագանքելու եւ հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին օպերատիվ կերպով խնդիրների կատարման շրջան դուրս բերելու եւ անձնակազմի ընթացքից քրեական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Զինված ուժերի արդիականացման շրջանակում բարձրացվել են նաև հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների քրեական եւ զորաշարժային հնարավորությունները, ինչպես նաև ապահովվել է անձնակազմի կենսունակությունը եւ պաշտպանվածությունը։ Մեքենայացված շարասյունը շարունակում է Բաստիոն տեսակի զրահամեքենան, որը թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12.7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ Բաստիոն զրահամեքենան իր զորաշարժային եւ քրեական հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը, ապահովելով օպերացիաների իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունը եւ ինքնաբավ գործելու, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը։ Բաստիոնը բազմակի նշանակության զրահապատ մեքենա է, նախատեսված բարդ տեղանքում անձնակազմի արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա քրեական ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու բարեկություն իրականացնելու համար։ Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եղակցված զրահապող պատով, ինչն ապահովում է երրորդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի վեհաձև կառուցվածքը եւ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային, հակահետևակային ականներից եւ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից։ Անձնակազմի կենսունակության բարձրացման նպատակով զրահամեքենան կահավորված է պայթյունակայուն նստատեղերով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման ընթացքը եւ իրականացվող բարեփոխումները պաշտպանության համընդգրկուն կերպափոխման անբաժանելի բաղադրիչ են առաջատար բանակների հատուկ ստորաբաժանումների զարգացման լավագույն փորձին համահունչ։ Այս գործընթացը հիմնված է առանցքային 3 բաղադրիչների, բարձրակարգ մասնագետների պատրաստության, ժամանակակից ուսումնական բազայի եւ նորագույն սպառազինության ու հանդերձանքի համադրման վրա։ Հանրապետության հրապարակում են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը, զորքերի պետ, գնդապետ Համլետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը զինված ուժերի կարևոր բաղադրիչներից են, որոնք ապահովում են անձնակազմի պաշտպանությունը ժամանակակից մարտահրավերներից եւ վտանգավոր գործոններից։ Հետևակի ռեակտիվ հրաներ RPOA Սպառազինության այս նմուշի համար նշանակետեր են բաց, երկարաժամկետ պաշտպանական եւ այլ ամրացված կառույցներում պայմանական հակառակորդի կենդանի ուժը, ինչպես նաև մարտական տեխնիկան ու այլ օբյեկտները։ 93 մմ տրամաչափով հետևակային ռեակտիվ հրանետի կրակի առավելագույն հեռավորությունը 1000 մետր է։ Այն մարտական վիճակի է բերվում 30 վայրկյանում։ Բարձր եւ համակողմանի պատրաստվածությունը, համակարգված աշխատանքը, տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական հմտությունները թույլ են տալիս այս զորքերին արդյունավետ գործել ցանկացած իրավիճակում, ապահովելով անվտանգություն եւ կայունություն։ Ծանր հրետանային համակարգ DOS 1A Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են հրաձգային և տանկային ստորաբաժանումների կրակային աջակցման,
Մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության և մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։